Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումն ընդամենը ժամանակի հարց են, քանի որ որևէ էական խոչընդոտ դրանց համար չկա։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում։ Նա կարծիք է հայտնել, որ հարաբերությունների կարգավորումը տեղի կունենա, սակայն երբ եւ որքան արագ դա այլ խնդիր է որակել։ Ես կարծում եմ, որ մենք հասնում ենք մի հանգրվանի, որտեղ կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ, տնտեսական քաղաքական համագործակցություն և կլինենք նորմալ հարևաններ։ Հավատում եմ, որ այդ պահը մոտենում է, ասել է նա։ Մեր ձևով ժողովրդական շարժման անդամ իրավաբան փաստաբան Ռուբեն Մխիթարյանը Արթիկի քրեակատարողական հիմնարկից նամակ է գրել։ 10 օր հետո մեկուսարանից գրված ձեռագիր նամակը հրապարակվել է փաստաբան Վարազդատ Հարությունյանի կողմից։ Անազատության մեջ ավելի ազատ եմ, քան երբևէ, շնորհակալ եմ բոլոր սրտացավ մարդկանց։ Հայաստանում արդարություն եւ արդարադատություն լինելու է։ Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետեւ նրանց է երկնքերքայությունը։ Պայքարելու եմ մեր ձևով, չեմ կոտրվելու մեր ձևով։ Մխիթարյանը հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժել էին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքում շրջապատված ոստիկանների եւ համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին, այդ թվում Մխիթարյանին։ Ալեքսանդրե Գրիգորյանը ծանրամարտի Եվրոպա երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր է դարձել։ Հայաստանն առաջին մեդալն է նվաճում ծանրամարտի Եվրոպա երիտասարդների միջև 23 տարեկանների առաջնությունում։ Կանանց հավաքականի անդամ Եվրոպայի չեմպիոն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 58 կիլոգրամ քաշային Ալեքսանդրե Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության փոկում վարժությունում 3 մոտեցման բարձրացրել է 85, 89 եւ 91 կիլոգրամ կշռող ծանրաձողերը։ 22-ամյա ծանրամարտի Գառնիկ Չոլակյանն նույն առաջնությունում դարձել է Եվրոպայի չեմպիոն փոկում վարժությունում բարձրացնելով 120 կիլոգրամ, իսկ հրում վարժությունում 147 կիլոգրամ։